Պլյուս ալֆա։ Տանգես 3 պիկես պլյուս ալֆա։ Ինչ պիտի անենք վերման բանաձևերով։ 3 պիկեսը դա մեր 270 աստիճանն է։ 180-ը բաժանում ենք 2-ի 90 անգամ 3 270։ 270-ի դեպքում ինչ էր լինում։ Մնում էր տանգես թե Կոտանգես էր։ Այո, կոտանգես ալֆա։ Իսկ հիմա նշանը մտածենք 3 պիկես ստեղ է։ 3 պիկեսից ուր է գնում պլյուս ալֆան գնում է որ քառորդ։ Որ քառորդն է։ Այո, 4-ում այո, տանգեսը մինուսը։ Այո, ստեղ պիտի մինուս դինի։ Բարձր։ Գրեք 37-ը։ Ինչ է տրված։ Տանգես 5 պիկես մինուս ալֆա։ Տանգես 5 պիկես մինուս ալֆա։ Ինչ կլինի։ 5 պիկեսը խորհում ենք 180-ը բաժանում ենք 2-ի 90 անգամ 5 ինչ է լինում 450 այ 450 270 դրանք փոխվող են թե չփոխվող ուրեմն ինչ պիտի գրեմ դեմ նետեցինք ինչ դա կոտանգես ալֆա որ քառորդը ընկնում որտեղ է 450-ը 300 այսա մտքերացի ստեղից ալֆա ենք անում որ քառորդը ընկնում պլյուս ալում հետա գալի առաջին հետա պլյուս ասեմ մտածելու բան չկա մի հատ գրենք 38-ը տեսնենք ինչ է էլի տանգեսա բայց արդեն պլյուսով է նույն բանը պլյուսով տանգես 5 պիկես պլյուս ալֆա այս դեպքում ինչ կլինի դեն նետեցինք ինչ դառավ մինուսով դառնում կոտանգես ալֆա տանգեսը փոխվեց կոտանգես 5 պիկեսը պլյուս ալֆա այո ընկնում է այստեղ երկրորդ քառորդում է տանգեսը մինուսը լուծենք 49-ը կոտանգես պիկես պլյուս ալֆա ինչ պիտի անենք պիկեսը դա փոխվող էր այո 90-ը փոխվող թե չփոխվող է փոխվում է ինչի պիկեսը փոխվում էր 90-ը փոխվում էր 90 270 450 անկյունների դեպքում հա փոխեցինք դեն նետեցինք դարձավ տանգես ալֆա նշանն ենք մտածում պիկես այստեղ է պիկեսը գումարած ալֆա որ քառորդ է ընկնում երկրորդում կոտանգես ինչ նշան ունի պլյուս չէ մինուս այստեղ պլյուս այստեղ մինուս ու գրում ենք մինուս մի հատ գրենք 43 նո պետք է ոնց որ աշխատել տանգես 3-ի մինուս ալֆա տանգես 3-ի մինուս ալֆա շատ բարդ բան չի սա իրականում 3-ին պատկերացրում տես պի 2-պի 3-պի պատկերացրեցիր այսինքն սա այն անկյուններից է որ չի փոխվում տես չի փոխվում եթե պի լիներ 2-պի 3-պի 4-պի կամ եթե աստիճաններով գրեմ սա ռադիաններով 180 աստիճան 360 եւ այլն հաստատ 3-ով բազմապատկենք 540 720 պատկերացնում սրանց դեպքում չի փոխվում դեն ենք նետում երանգնաչափական ֆունկցիան պահպանվում է բայց պետք է նշանը խորհենք 3-ի մինուս ալֆա որ քառորդ է ընկնում 1 2 3 մենք ստեղ կանգնած ենք մինուս ալֆա սուրանքն ենք դիտարկում ուր ագալի երկրորդ քառորդ երկրորդում տանգեսը ինչ նշան ուներ տանգեսը մինուսը մինուսը տանգեսը ու կոտանգես իրար նման են ստեղ մինուս ստեղ պլյուս վերջում ստեղ պետք է մինուս դնեմ արդյա մի քանի օրինակ էլ գրենք իսկ թվում կյուրացնես արի մատ գրենք 60-ը նայ կոտանգես 3-ի մինուս ալֆա չէ իսպի 3-ին հասկացանք որ չի փոխվում ինչ գրեմ 3-ին հեղար լավ կոտանգեսը նոմա կոտանգես ապրես հիմա նշանը 3-ի մինուս ալֆա որտեղ էր ընկնում վերևի գծագրում կարող ցույց տալ երկրորդ ինքը մինուս ալֆա է գալի ընկնում է երկրորդ քառորդ երկրորդում ինչ նշան ունի մինուս հիմա այնց ասենք որ օրինակ այս դες ինչքան մեծացվում 63-ը կոտանգես 13-ի գումարած ալֆա 13-ի փոխվող է թե չփոխվող դա փոխվող չփոխվող 13-ի
փոխվող չի։ Փոխվող չի։ Նայ սրանց շարքից է թե շարունակեմ։ D-ն նետեցի։ Թողնում եմ կոտանգես ալֆա։ Հիմա նշանն է հետաքրքիր։ 13-ը որտեղ է ընկնում։ Նայ π 2π 3π 4π 5π 6π կենտերը այստեղ են ընկնում զուգերը այստեղ։ Ուրեմն 13π-ն որտեղ է ընկնում։ Այստեղ է, չէ՞։ Պլյուս ալֆա ուր եմ գնալու արան։ Պլյուս ալֆա, բայ երրորդ քառորդում կոտանգես ինչ նշան ունի։ Կոմինուս պլյուս։ Այ, ուրեմն պլյուսը թողնում եմ։ Մի հատիկ էլ գրենք կոտանգես π մինուս ալֆան 62-ը։ Կոտանգես π մինուս ալֆան։ Ինչ կլինի։ Π դեպքում պին ընտրի վրա է մինուս արի ալֆա գրենք 4 քառորդը որն է։ այո։ Չէ, π մինուս ալֆան, այ π-ն ստեղ է, չէ՞, իսկ π-ն է։ Պինը մինուս ալֆան գնում է երկրորդ քառորդը։ Երկրորդ քառորդում կոտանգես ինչ նշան ունի։ Մինուս։ Այ, պլյուս։ Всё։